Ապրիլի 1-ից 6-ը Արցախի զինված ուժերն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ունեցել են 32 զոհ, որից 8-ը սպա, 24-ը ժամկետային եւ պայմանագրային զինծառայող, 121 վիրավոր եւ 25 անհետ կորած։ Հակառակորդն ապրիլի 6-ին շարունակել է հրաձգային զենքերից կրակել Լեռնային Ղարաբաղի սահմանի ամբողջ երկայնքով։ Հայկական կողմը չի պատասխանել հավատարիմ մնալով հրադադարի պայմանավորվածությանը։ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մանրամասնել է, որ ապրիլի 5-ի հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերի հանդիպման արդյունքում։ Բերլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել է. Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածել է Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի։ Նախագահը անդրադարձել է նաև Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին։ Իրոք Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում հատքում։ Եվ բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ որ Ռուսաստանը եւ ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին։ Բայց դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են ազդելու այդ process-ի վրա։ Միայն մի բան կարող եմ ասել, այո, այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ եւ այս 3 օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրոք այդ զինատեսակները գործում են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չի, ավելի ճիշտ ամբողջովին դրա մեջ չի, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների եւ ընդհանրապես հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը։ Այո, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս 3 օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում։ Եվ ադրբեջանցիները ինչքան կորուստներ ունեն, եւ մենք ինչքան կորուստներ ունենք։ Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցել հեռախոսազրույց Հայաստանի եւ Իրանի նախագահների միջև։ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանական կողմի բռնությունները համեմատել է տարածաշրջանի հայտնի ահաբեկչական խմբավորումների գործելավոճի հետ։ Հասան Ռոհանին ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումների եւ ներկայիս այլ մարտահրավերների համատեքստում տարածաշրջանում լարվածության նոր օջախների բռնկումը չի բխում որևէ մեկի շահերից։ Ադրբեջանի ագրեսիան աննախադեպ էր, լայնածավալ ռազմական գործողություններ, նոր սպառազինության կիրառությամբ եւ ահաբեկիչների ու վարձկանների մասնակցությամբ, ասել է Սեյրան Օհանյանը։ Չնայած դրան եւ հակառակորդի թվային առավելությանը, Արցախի պաշտպանության բանակը կարողացել է հասնել հաջողության, ճիշտ կիրառելով առկա սպառազինությունը եւ տեխնիկան։ Ադրբեջանի Հանրապետությունը կարելի ասել ոչինչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով մեր տեղեկատվական դաշտում ներկայացված այն տեղեկությունները, որ մի քանի բնակավայրեր իրենց մոտ են գտնում, տվյալ բնակավայրերը Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը, ուրեմն գտնում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության խորքում, մարտավարական առումով մի քանի վայրերում, հարավում, կենտրոնում եւ հյուսիսում ավելի լայնամասշտաբ իրականացված եւ թեժ կետերում վերահսկողությունը, նախաձեռնությունը եւ կրակային խոցման հնարավորությունները գտնվում են պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո։ Եվ այս առումով մենք պետք է իհարկե ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների, մեր հրամանատարների եւ մեր կամավորականների, որոնց գործողությունների շնորհիվ մենք կարողացանք Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած գործողությունները ետ մղել եւ օպերատիվ մարտավարական նախաձեռնությունը պահպանել պաշտպանության բանակի ստորաբաժանումների ձեռքում։ Հայրենակիցները Ալիևի երեսով են տալիս Բլիցկրիգի ձախողված փորձը։ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին Ալիևին հիշեցրել է, ինչպես էր հոխորտում, թե պետք լինի Ղարաբաղը կվերցնենք։ Բա ինչու չկարողացաք վերցնել Ղարաբաղը։ Խնդրում եմ այլևս պետք լինի տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու, ասել է Քերիմլին։
Արցախի իշխանությունները համաձայնել են, որ ԵԱՀԿ-ն դիտարկում անցկացնի շփման գծում։ Առայժմ հայտնի չէ Ադրբեջանի դիրքորոշումը։ Ապրիլի 9-ին տարածաշրջան կայցելեն Մինսկի խմբի համանախագահները։ Ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Երևանից Ռուսաստանի վարչապետը կմեկնի Բաքու։ Ավելի ուշ ապրիլի 21-ից 22-ը նախատեսվում է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան, օրակարգում Լեռնային Ղարաբաղի խնդիրն է։